Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Մեր տաղավարից ներկայացնում եք ձեր դիտարկումները եւ այսպես տարածաշրջանը եռացող կացայի մեջ է Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ, այլևս նաեւ կարծես այս պատերազմում անթակույց ներգրաված է Թուրքիան, Ադրբեջանը, այս մասով իհարկե ասելիք ունեք, բայց իհարկե այս իրականության մեջ հետաքրքրում է նաեւ մենք ուր ենք լինելու, Եվ ինչ ենք անելու, բայց մենք ունենք մի իշխանություն, որը ընդհանրապես շատ կարճ 30 վայրկյանից կադրը դնեմ, անցած շաբաթվա վերջ ուրախ ավտոբուս, մարդիկ ասում են մահվան ավտոբուս լինի, գնում են Սիրելի հայրենակիցներ, տարածաշրջանը կանգնած է մեծ պայթունի առջև, միջազգային բոլոր փորձագիտական կենտրոնները կանխատեսում են գրեթե երրորդ համաշխարհային պատերազմ, ծոցի մոտ 2 տասնյակ երկրներ ներգրավված են այս լրջագույն պատերազմի մեջ, ավելին Իրանի պաշտոնյան բարձրաստիճան ուղղակիորեն սպառնաց Ադրբեջանին, որ եթե Ադրբեջանը շատ արագ չհեռացնի իսրայելական ներկայությունը օկուպացված Արցախում, իսկ մենք գիտենք, որ իսրայելական հետախուզական կենտրոնները արդեն տևական ժամանակ է տեղակայված են օկուպացված Արցախի տարածքում եւ օգտագործվում են Իրանի դեմ, Իրանը սպառնաց թիրախային հարվածել նաեւ իսրայելական ներկայությանը, իսրայելական կենտրոններին, որոնք տեղակայված են օկուպացված Արցախում։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված է մի մեծ շնորհակալություն այն երկրների, ովքեր սատարել են Ադրբեջանի պաշտոնյաների եւ առաջին հերթին արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ զրույցում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ տեղադրված է նաեւ Հայաստանի դերոշը, այսինքն Բայրամով Արարատ Միրզոյան հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը Հայաստանի անունից անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին եւ Ադրբեջանը դրա համար շնորհակալ է Հայաստանից, այսինքն մենք տեսնում ենք, որ ի դեպ ադրբեջանական ուժերը բերված են առաջին մարտական պատրաստվածության աստիճանի, ուզում եմ նաև ներկայացնել, թե ինչ ասաց Ալիևը ընդամենը 1 օր առաջ, երբ որ ըստ իրենց տեղեկատվության իրանական հրթիռներ ռմբակոծել, ընկել էր Նախիջևանում, չնայած իրանական կողմը պնդում է, որ իրենք որևէ հրթիռ Ադրբեջանի Նախիջևանի ուղղությամբ չեն արձակել եւ Ալիևը հայտարարեց, ովքեր հարվածել են Նախիջևանին, թող չփորձեն չափել մեր ուժը, ովքեր փորձեցին մեր ուժը չափել, մենք նրանց գլուխը ջարդեցինք, այսինքն Ալիևը ասում է, որ մենք ջարդեցինք հայերի գլուխը, այն հայերի, որոնք շնորհակալություն եւ աջակցություն են հայտնում Ադրբեջանին եւ Արարատ Միրզոյանը Բայրամովի հետ զրույցում աջակցություն է հայտնում Ադրբեջանին եւ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ալիևը սպառնում է ջարդել Իրանի գլուխը այնպես, ինչպես ջարդել է Հայաստանի գլուխը եւ մենք տեսնում ենք այդ ամենին պայթող տարածաշրջանին, երբ որ երրորդ համաշխարհայինից ընդամենը մի քանի քայլ է պակաս եւ մենք այդ կատլավանի կիզակետում ենք, տեսնում ենք ուրախ ավտոբուս, տեսնում ենք տժժացող ԿՊԵ-ականներ, ովքեր նախընտրական քարոզարշավի են դուրս եկել։ Գիտեք, սա այն չի, որ իրանք չեն հասկանում, թե իրականում ինչ իրավիճակ է տարածաշրջանում եւ իրականում ինչի մեջ է Հայաստանը եւ ինչ ավելի մեծ խնդիրների մեջ կարող է ներքաշվել Հայաստանը։ Այս ֆեյք տժժիկները
տժժիկները, իսկ իրականում սրանք fake տժժիկներ են, սրանք ընդհանրապես քարոզչական հնարք են հանրությանը fake հանգստություն, fake հանդարտություն ներարկելու համար, որ կապ չունի։ Մենք նենց հզոր արտաքին քաղաքականություն ենք վարում, որ անգամ Իրան-Ադրբեջան պատերազմներ սկսի, մենք մեր հզոր գլխավոր հրամանատարի շնորհիվ ահա սենց կարանք տժանք, կարանք սենց ուրախանանք։ Սա ուղղակի անմեղսունակության վերջն է։ Իդեպ մենք տեսանք, որ այս ուրախ ավտոբուսում սենց ակնհայտորեն բերման էր ենթարկված Սասուն Միքայելյան, ով սենց հրաժարվում էր, հա, սենց սրտիկներ անել, այն Սասունը, ով մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը տեսանք, թե ինչպես քաղաքացին ասեց նրան տար այդ ծաղիկները Իլհամ Հեյդար Ալիևի գերեզմանին դիր։ Դուք իրավունք չունեք մտնելու եռաբլուր եւ պղծելու եռաբլուրը, բայց այդտեղ Սասուն Միքայելյանը, ով սենց ակնհայտորեն, հա, ՔՊ-ով նորից խորհրդարանում թարելու հավակնություն ունի, հայտարարեց, որ այո, ուզում էին, ինչպես հոկտեմբերի 27-ին գլխատեցին Հայաստանի ղեկավարությանը, վերացնել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա դիմում եմ Նիկոլին փաստորեն Սասուն Միքայելյանը լրջագույն փաստեր ունի, թե ինչպես է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ը, եւ Սասուն Միքայելյանը լրջագույն փաստեր ունի, որ ինչպես հոկտեմբերի 27-ին գլխատեցին Հայաստանի ղեկավարությանը, պատրաստվում էին նաեւ հաշվեհարդար տեսնել Նիկոլի հետ։ Բա ինչի գլխավոր դատախազը չի հրավիրում այս հայտարարության առիթով քրեական գործ չի հարուցում եւ չի հրավիրում Սասուն Միքայելյանին, ով պարզվեց փաստերի քեյս ունի, բա միանգամից կբացահայտվի, էլ մենք չենք անընդհատ արդեն որ երրորդ տասնամյակ հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը հատկապես նախընտրական ֆոնին որպես քարոզչական ծամոն չի օգտագործվի։ Այս մարդը գիտի ինչ ա եղել, ով ա կազմակերպել հոկտեմբերի 27-ը, վստահ եմ այդ վստահությամբ ինքը գիտի նաև թե ոնց ա եղել մարտի 1-ը, բա ինչի տիկին դատախազ Սասուն Միքայելյանը որպես դեռևս առանցքային վկա եւ առանցքային հարցաքննված չի եւ իր հայտարարությունների կապակցությամբ եւս մեկ քրեական գործ հարուցված չի։ Գիտեք, այս ամենը Սասուն, ուրեմն գիտեք, ես նույնիսկ այն որ ասում կարկամում ես, չես իմանում ինչ պատասխանես։ Նիկոլ Փաշինյանը ասել է Արցախի հարցը փակված է եւ այս իշխանության համար Արցախի հարց չկա, ավելին այս իշխանությունը հրաժարվում է քննարկել անգամ արցախցիների վերադարձի հարցը։ Նրանք պատրաստ են քննարկել 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում փորձել են սղացնել մի քարտեզ, որտեղ հայկական տեղանունները գրված պիտի լինեին ադրբեջանական անվանումներով եւ ի պատիվ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի հարգարժան գիտնականների նրանք մերժել են այդ սղացրած քարտեզը հաստատել, որը լեգիտիմ հիմք պիտի հանդիսանար 300,000 ադրբեջանցիների վերադարձի համար։ Ես հիմա ասում եմ Նիկոլ, քո թիմակից Սասունը հայտարարում է, որ Արցախի հարցը փակված չէ։ Հիմա այդ ՔՊ-ում քանի ոտ, քանի ձեռ, քանի տեսակետ, քանի ականջ, քանի կույրաղիկ, քանի լոշտակ կա, որ առանցքային ռազմավարական հարցերի վերաբերյալ ով իր ճաշակով ինչ ուզում ասում է, կապված թե տվյալ պահի լսարանը ով այս ամենը խոսում է հերթական անգամ այս իշխանության անլրջության մասին։ Բայց ես ուզում եմ նաև մի քանի այլ ուրեմն խնդիրների անդրադառնալ, որտեղ մենք տեսանք, որ ինչ որ անասելի էյֆորիայի մեջ իշխանությունը հրապարակեց ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տվյալները, որտեղ 18 թե 19% պատրաստ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Բան չեք տենց ուրախացել։ Ես մի հատ թիվ բերեմ,
Ուրեմն այն ժամանակ, երբ որ ժողովուրդը 18-ի դուրս էր եկել փողոց, այդ փողոց դուրս գալու ամենապիկին գելափի հարցումներով հանրապետական կուսակցությունը, որին սաղ մերժում էին փողոցում, ուներ 19% ռեյտինգ, 19% վարկանիշ, այդ 18-ով ինչի եք տենց ուրախացել, ինչի եք այդ սարքել, ինչ որ քարոզչական մի հատ տաբլոյի դու մտցնում եք բոլորիս աչքը, իշխանության համար 18% դա ջախջախիչ է, ջախջախիչ թիվ է, այդտեղ ուրախանալու բան չկա, հատկապես որ երբ ամենայն մանրամասնությամբ բացում ենք ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի թվերը, օրինակ կողմեք Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող խաղաղության խաչմերուկին, թրիփին, հավատում եք թրիփի հաջողությանը, հարցվածների գերակշիռ մեծամասնությունը ասում է ոչ, ավելին, ինչքան էլ եկեղեցու դեմ է սրբապիղծ անբարո պայքարը, ինչ ասեմ, նաշեստվյան տարվեց, նույն ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տվյալներով եկեղեցու հեղինակությունը շարունակում է մնալ ամենաբարձրը եւ շարունակում է աճել եւ այս պահի դրությամբ 39%-ը միանշանակ ուրեմն իր աջակցությունն է հայտնում եկեղեցուն եւ դրան գումարած եւս 23%-ը ասում է, որ այո, ավելի շատ իրենք եկեղեցու աշխատանքից եւ եկեղեցու գործունեությունից գոհ են, այսինքն այն խայտարակ քարոզարշավը, որ տարվեց եկեղեցու, վեհափարի, սրբազանների դեմ, սրբազաններից տարան կալանավորեցին, ինչ ասես ջեբները գցեցին պլան, Ալեն Սիմոնյանը որոշ հոգևորականների իր տվյալով 4-ից 5 հոգևորականների հռչակեց պեդոֆիլ եւ այս պահը նա կանչված չէ հատուկ քննչական եւ բացատրություն չի տվել թե ովքեր են մանկապիղծ պեդոֆիլ հոգևորականները անգամ այս այլանդակ գրոհի պայմաններում մենք տեսնում ենք, որ հայ առաքելական եկեղեցու վարկանիշը անգամ Հայաստանի իշխանությանը մեծապես սատարող կենտրոնի ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տվյալներով աճում է, այնպես որ սա գնահատականն է այս իշխանության իրական վարկանիշը եւ գիտեք, եթե այսպես փորձեմ այս վարկանիշային աջաբսանդալը ամփոփել, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այսօր Նիկոլ Փաշինյանի հակառեյտինգը այնքան է, ինչքան 18 թվականին Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն էր, այսինքն Նիկոլ Փաշինյանը այսօր Հայաստանի քաղաքական դաշտում ամենամեծ հակառեյտինգ ունեցող գործիչն է։ Կաթողիկոսից քանի որ խոսեցիք, այո, հետո դեմ չեք ելի մի կարգ տեսանյութ եւ սա կանոնավորված կուզեմ դուք մի փոքր մանրամասն ներկայացնեք, թե ինչու է այսքան ջղաձգված Նիկոլ Փաշինյանը, որ այլևս տեսախցիկների առաջ հարձակում է քաղաքացիների վրա։ Ամենաբարձրը իրականացում է կաթողիկոս անունը չի կարապել անել։ Հայաստանի ամբողջ սպասել։ Մենք դեղավանենք Հայաստանի Հանրապետությունը համահանություն կա մի օր եք, լսեք, որ կարող եք կարգել, չէ որ նա նախարար չի, որ կարող եք Հայաստանի Հանրապետությունը կաթողիկոս մի չի կարող Հայաստանի Հանրապետության դեմ գործի, չի կարող լսին մի րոպե, լսին չեմ ասում, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը պետությունից բացը ոչ մի բան չի կարող ոչ մի բան, ոչ մի բան, մի րոպե սպասի, որպես պետություն մի րոպե, ու կաթողիկոս չկա, Պետրիչ Ներսիսյանը կաթողիկոս, ես համար կաթողիկոս Կարող է ձեզ համար չլինել, մեզ համար կա եւ վեհափար հայրապետը այո, ուրեմն մենք տեսնում ենք, որ չնայած իրանց
ուրախ ավտոբուսում տժիշկներին, որ այս պայթող տարածաշրջանին ռեպ են պարում։ Երեք Նիկոլը ազդարարեց, որ առաջիկայում արդեն հերթական ռեպետիցիաներ անում եւ հերթական ուրեմն թմբուկնա խփելու հերթական դիսկոտեկի ժամանակ մենք տեսնում ենք, որ իրանց այս խայտարակ ինքնավստահությանը, Նիկոլի հայտարարությանը, որ իրենք ակնկալում են եւ վստահ են, որ 26 թվականի հունիսի 7-ին 65% ձայն են ստանալու, պատկերացնում եք ավելին, քան 21 թվականին այս իրավիճակները, երբ որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում անգամ փոքր այլակարծություն եւ ուղղակիորեն ռազմիրատ անում փողոցներում, մարզերում, գյուղերում իրեն ընդամենը ոչ թե ընդդիմացող, այլ ասենք եկեղեցին սատարող կամ ասենք թոշակների կամ որևէ այլ սոցիալական խնդիր բարձրացնող քաղաքացիների հետ, այսինքն այդքան ինքնավստահ իշխանությունը, որ վստահ է, որ 65%-ը իր ջեբն է, ինքն էլ սահմանադրական մեծամասնություն ունի, այսպես քյալա կներեք այդ բարի համար փողոցներում, գյուղերում ռազմիրատ ու կռիվ չերանի քաղաքացիների հետ, ով ասում է, ենելով է ասում, հա, Նիկոլ քո ասած 3 միլիոն վարչապետերից մեկը, ասում է վեհապարը իմ համար Գարեգին երկրորդն է եւ ինքը ամենայն հայոց վեհապարն է, բա 3 միլիոն վարչապետ է Նիկոլ, դու էլ ես 3 միլիոն վարչապետերից մեկը, ինքն էլ է, դու գտնում ես, որ վեհապարը Կտրիչ Ներսիսյանն է, ով աշխատում է Հայաստանի Հանրապետության դեմ եւ առ այս պահը որևէ փաստ դատախազությանը ներկայացված չի, քո նման մեկ այլ վարչապետ էլ հակառակ կարծիքն ունի, բայց ինչի՞ ես ափերից դուրս գալի, ինչի՞ չես տիրապետում քո էմոցիաները, որ ամեն առավոտ դեռ այսպես նիրվանայի մեջ, այսպես հանգիստ Զենֆիրայի կամ ասենք Ռաբիզ որևէ երաժշտության տակ հղում ես Հայաստանի Հանրապետության 3 միլիոն վարչապետերին, մարդը իրավունք ունի ունենալու իր կարծիքը եւ այդ կարծիքը կարա չհամընկնի քո կարծիքի հետ, որտեվ դու էիր 18 թվականին, երբ որ ընդամենը մի քանի օրվա վարչապետ էիր եւ ֆերմերները եկել էին կառավարության դռան մոտ, ասում էիր կարան քացով էլ խփեն կառավարության դռանը, որովհետեւ սա իրանց դուրն է, իրանք այդ իրավունքը ունեն, որտեւ իրանք 3 միլիոն վարչապետերից մեկն են, հիմա մեկը փորձեց մի հատ պերաշկի բերի դնի կառավարության դիմաց, ընդամենը պերաշկի, որը Իսկանդեր չէր, որը զենք չէր, որը կալաշնիկով չէր, որը ռումբ չէր, ամիջապես եկան գրկեցին, սենց փաթաթեցին տարան եւ տեղեկացա, որ կարծես թե գործա հարուցվել։ Հայ դեպ այդ որ խոսեցինք, հա, այդ շոուների մասին, գործ հարուցելու, գիտեք, ես հասկանում եմ, որ ամեն ինչ պիտի անեք, նաև այս Ռուսաստանից եկող հիբրիդային պատերազմի վտանգը, նաև պատկերավոր, այսինքն այլևս սյուժե առ սյուժե, ռիլ առ ռիլ, տեսանյութ առ տեսանյութ ներկայացնելու համար, նայում եմ մի հատ խեղճուկրակ սյուժե է, ուրեմն ազգային անվտանգության դիմաց, ինչ որ մեկը, չգիտեմ, ինչ որ հրավար շիշ անետել եւ հենց այդ պահին ասում է ակազիվայիցը, որ այդ պահին տեղով անցնում էր մի մեքենա, այդ մեքենայից այդ կադրերը նկարում են հերիք չի եւ ակազիվայիցը այդ քաղաքացին, որը չգիտեմ ինչի անկապ որոշել է ԱԱՑ-ի վրա ինչ որ հրավար շիշ նետել, ես չգիտեմ ինչ անետել, մոլոտովի կոկտեյլ ա եղել, ինչ ա եղել, պարզվում է Ռուսաստանից է, էդ էլ հերիք չի, Ակազիվայիցը իրան տեսել են Սամվել Կարապետյանի ուրեմն քաղաքական ուժի հավաքների ժամանակ, գիտեք, ինչ ասեմ, այդ Կայա Կալասին դիմեք, այդ որ Արարատ Միրզոյանը նամակ էր գրել, ասում էր արագ արձագանքման ջոկատ կուղարկեք, որ ստեղ հիբրիդային Ռուսաստանի դեմ Ռուսաստանի կողմից սանձազերծված հիբրիդային պատերազմի կարողանանք դեմը առնել, Կայասին ասեք, իրանք կապեր ունեն էլի Հոլիվուդից, լավ Հոլիվուդը շատ բարձր մակարդակա, հնդկական Բոլիվուդից սցենարիստ հրավիրեն, որ մի քիչ ավելի արժանահավատ լինեն ձերես շիշ նետելու եւ առաջիկայում մենք տեսնելու ենք նաեւ այլ սցենարներ,
որ ներկայացնեք հիբրիդային պատերազմի դեմ պայքար, ողջ լիներ Կոնստանտին Ստանիսլավսկին, կասեր նիվերու, արժանահավատ չեք, այդքան փող եմ տվել 15 միլիոն դրամ առաջի փուլում այս տեսարանները, շոուները ապահովելու համար, լավ սցենարիստ գտեք, Հայաստանում տեսեք կան, չկան, արդեն ասեցի Բոլիվուդից կամ լավ փող ունեք Հոլիվուդից հրավիրեք, որ այդ շոուները լինեն մի քիչ ավելի արժանահավատ։ Ուրեմն սա էլ այս մասով ինչ հարց ունեք։ Ունեմ նաև նույն օրը մեկ այլ պատկեր, Այո։ ինչի է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Այստեղ էլ դունից բավական դուրս եկա։ Այո։ Չի ստացվում որ չի ստացվում։ Լավ է, դիտեք լավ ճիշտ է, որ գերեզու տալի որ ցանկել են ոչի բանը չէ։ Մեր էս հետը որ բերեք որ գանք ասեք, մտքես բերան բաղացեք մանկապատը չկա, համենքի հետավարը գալիս ասմա 600 միլիոնով խարտում է։ Ուզում ես անջատի արդեն, հա։ Ասմեն մրցիկը հայտարարված է։ Это аналоги Тириго Бамбасанка. Дите Гориев Дубай. Спасибо. Дите Гориев Дубай. Че байламын то. Дите Гориев Дубай тунунен, Париж тунунен, Бано тунунен. Այո, այս արդեն ես այս թեմային անդրադարձա, այո, դեռ պաշտոնական քարոզարշավը մեկնարկած չի, դեռ ընդամենը ուրախ ավտոբուսի բնակիչները, այսպես հա, ժողովրդի տրամադրությունն են շոշափում, որտեղ Նիկոլ որպես նախկին գործընկեր ասեմ, որ եթե դու չես տիրապետում իրական տրամադրություններին, քեզ խաբում են։ Իհարկե դու ունես մի ախուրյանցի անո պայմանական սեգմենտ, որ ինչ էլ անես, իրան գնալու եւ քեզ են քվեարկելու, բայց եթե քեզ ներկայացված է, որ այսպես դու կարող ես, հա, տենց գնալու որևէ ընդդիմախոսություն չի լինելու, որևէ տեղ դու որևէ խնդրեմ չունես, ես չգիտեմ այդ թվերը ով է կեղծում դնում քո սեղանին, այդ կեղծողին կանչի, սենց ականջները մի հատ լավ օլորի, դու Նիկոլ չես տիրապետում իրավիճակին իրականում եւ սա այո իմ հաստատում է այն որ չի հանդուրժում գիտեք իրապես դուրս գալիս երբ որ դրաման ենք ասում իմ Դուբայի տներից Ֆրանսիայի այո Այո, տեսեք, հա, ես չեմ կարող դրանք ոչ հերքել, ոչ հաստատել, որտեվ նաև որպես նախկին լրագրող եւ լուրջ քաղաքական գործիչ ես միայն փաստերի վրա կարող եմ եզրակացություն անել, ով որտեղ ինչ տուն ունի, բնականաբար դա ուրեմն բռնելի է, հա, մենք դա չենք կարող ոչ տեսնել, ոչ հաստատել, բայց սա փաստ է, որ իր վրա վստահ ղեկավարը, ով վստահ է, որ 65% իր գրպանում է, ով որի երկրորդ դեմքը խորհրդարանի ալենի վստահ է, որ ընդդիմադիր ուժերը ընդամենը կռիվ են տալի Նիկոլի համար ընդդիմություն աշխատելու համար, շատ ավելի հանգիստ պիտի ընդուներ ցանկացած քննադատություն։ Եվս երկու ուրեմն թեմա, որոնց անպայմանորեն ուզում եմ անդրադառնալ, որովհետև ես նկատում եմ, որ հայելու հարթակը այն եզակի երևի հարթակներից է մնացել, որտեղ մշտապես խոսվում է Բաքվի բանտում գտնվող մեր ռազմագերիների մասին ամոթ է, սիրելի քաղաքական ուժեր, նաև ընդդիմություն, որ այս ընտրական էքստազի մեջ ընկած մոռացել եք, որ այնտեղ մենք ունենք ցմահ դատապարտված Արցախի քաղաքական էլիտա եւ ունենք 15-20 տարի դատապարտված մեր մյուս հայրենակիցները։ Ես հասկանում եմ, եկեք ձեր ընտրական ուրեմն այս էյֆորիան այսպես որոշակի տագնապով կտրեմ, եթե մենք մտածենք դե լավ ինչ կարանք անենք, եթե մենք ցանկացած միջազգային ֆորում, անկախ նրանից, թե այդ ֆորումներում ինչա քննարկվում, չտրանսֆորմացնենք այս մարդկանց խնդրին, որոնք լեգիտիմորեն
ղեկավարել են Արցախը, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավար երկրների Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները 30 տարի նրանց հետ լեգիտիմ բանակցություններ են վարել, ապա մենք կարող է մի օր զարթնենք եւ լսենք, որ օրինակ այսօր Բաքվի բերդում անհասկանալի պայմաններում ասենք մահացել է այս մեկը, հետո մյուսը, ես կոչ եմ անում նաև միջազգային կառույցների հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին, մի նայեք, ես չեմ նայում, թե ինչ գիտաժողովի, ինչ կոնֆերանսի էին ինձ հրավիրում, բնականաբար ինձ չեն հրավիրում գիտաժողովի կամ կոնֆերանսի, որտեղ ասում են, դե դու արի Ռուբեն Վարդանյանից կամ Բակո Սահակյանից խոսա, եթե անգամ ասել եմ ինձ հրավիրում են սելեկտիվ աբորտների կամ ընտանեկան բռնության, կամ ասենք Գազայի փախստականների վերաբերյալ քննարկումների, ինչին առաջիկայում եւս պիտի մասնակցեմ, ես այդ ամենը սահուն բերում եմ եւ իմ ելույթի առանցքը սարքում եմ մեր ռազմագերիները, որովհետեւ այո, մեր լռությունն է նաեւ մոռացության մատնելու ու ազատելու Ալիևի ձեռքը, մենք պիտի միջազգային բոլոր հարթակներում այսպես պետք լինի, այսպես ճանգրտենք միջազգային կառույցների եւ այն եվրոպացիներին, ովքեր ասում էին դե լեգիտիմ իշխանություն է եւ ովքեր ասում էին ինչպես Ալիևն է ասել միջազգային հանրությունը փակ դռների հետևում ինձ ստիպում էր ճանաչել Արցախի անկախությունը պետքա չնայենք որ Հայաստանի իշխանությունը թքած ունի այս հարցի վրա որովհետև մենք պիտի թքած չունենանք եւ ես ձեզ հավատացնում եմ որ միջազգային պրեսինգ եթե լինի հավատացնում եմ ձեզ որ Ալիևը տեղի է տալու որովհետև սա քաղաքական հարց է եւ նորից պիտի ցիտեմ Ռուբեն Վարդանյանին ով ասեց ես հրաժարվում եմ բողոքարկել այս դատավճիռը որովհետև սա ոչ թե դատական նիստ է այլ սա հաշվեհարդար է հաշվեհարդարի եւ ինչը բողոքարկես սա էլ ուրեմն այս մասով եւ ուզում եմ նաեւ անդրադառնալ ընդդիմության անելիքներին ընդդիմությանը որովհետև մենք տեսնում ենք ես անձամբ իմ դիտարկումները ցավոք սրտի բերում են նրան որ մեր այս պահին հայտ ներկայացրած հունիսի 7-ի ընտրական process-ի հայտ ներկայացրած ուժերի գերակշիռ մեծամասնության նպատակը ոչ թե Նիկոլին այս ռեժիմը իշխանությունից հեռացնելն է, այլ Նիկոլի խորհրդարանում, Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան խորհրդարանում ընդդիմություն աշխատելն է, լավ չեք անում։ Եթե ձեր նպատակը ընդամենը մի քանի մանդատն է, որ այս խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտը փոխարինվի, ասենք այլ դեմքերով, դա հարցի լուծում չի, որովհետև դուք չեք կարողանալու, ինչպես այս խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում եւ բնական է, որ իշխանության մոնոպոլիայի դեպքում չի կարողանալու եւ արտաքին նման տոտալ աջակցության դեպքում չի կարողանալու կանխել երրորդ Հայաստանի ավարտը, այնպես էլ դուք չեք կարողանալու կանխել, որովհետև արդեն նաև հրապարակում եղավ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Բրյուսել ներկայացրել է ճանապարհային քարտեզ, հայկեք չմոռանաք, որ Վենսը այստեղ արդեն իսկ կանխորոշեց, հա, իրանց համար հունիսի 7-ի ընտրության արդյունքը սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանին հրավիրելով Վաշինգտոն ԵՄ դիտորդական առաքելությունն էր Բրյուսել ներկայացրել է այլևս իր դիտարկումները նոյեմբեր ամսին Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անելու հասկանալի է որ այդ դատան ԵՄ դիտորդական առաքելությունը ճշտել է այս իշխանության հետ այսինքն սրանք հիմա դուք եք օքեյ որ Նիկոլը ընտրվում է սեպտեմբերին գնում է Միացյալ Նահանգներ նոյեմբերին էլ սահմանադրական հանրաքվե անցկացնում եւ այդ հանրաքվեով մենք ավարտին ենք հասցնում Հայաստանի երրորդ հանրապետությունը իհարկե հիբրիդային պատերազմը իհարկե ԵՄ բարձրաստիճան իհարկե դա ուղղակի հիբրիդային պատերազմ է եւ ես սա ակնհայտ է ես չգիտեմ հիմա երևի
ռուսական թեզերը պաշտպանողների դուրը չի գա, բայց ես մնում եմ իմ այս վստահ համոզմամբ, որ Ռուսաստան այսենց ունքը անգամ չի շարժելու Հայաստանի ընդդիմությանը աջակցելու համար եւ Նիկոլի իշխանության համար Ռուսաստանը որևէ, այսպես ասենք, իշխանությունը փոխելու համար որևէ միջամտություն չի անելու, ինչը ճիշտ է անելու եւ նույն միջամտությունը չի պիտի անի նաեւ Արևմուտքը, բայց մենք լսեցինք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի անվերապահ աջակցությունը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի աջակցությունը, իսկ Եվրոպական միությունը այլևս Նիկոլի ընտրությունը հունիսի 7-ին ուրեմն արձանագրում է որպես կատարված փաստ եւ ուղղակիորեն թե ֆինանսական, թե նաեւ այսպես կոչված հիբրիդային միջամտությամբ սատարում են այս իշխանությանը։ Եվ Տիկին Զորայրյան վերջին հարց ըստ էության եկեղեցու դեմ իրապես իրենք ձախողվել են, վերջերս նորից Փաշինյան պատարակել մասնակցություն եւ չի զեղչվել վեհապարի անունը, այո։ Խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը Աշակ Սրբազանն էլ այլևս ազատության մեջ է եւ ասած վախեցնել չեն կարող իրենք ուղղել, խնդրեմ։ Ուրեմն շատերը հարցնում են ինչ եղավ, որ Նիկոլ Փաշինյան ըստ էության ստոպ է վերցրել, թայմ աուտ է վերցրել եկեղեցու դեմ հրահրած վեհապարի դեմ հրահրված պատերազմում, վստահ եմ նաև հանրային տրամադրություններն են, որոնք ուղղակիորեն դատապարտեցին այս զզվելի գրոհը վեհապարի եւ եկեղեցու դեմ եւ նաև բավականաչափ լուրջ կենտրոնների սոցիոլոգիական հարցումներն են, որ դրվեցին Նիկոլի սեղանին, այդ թվում նաև ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, որոնցով հասարակության 39 գումարած 23%-ը աջակցում ամենաբարձր հեղինակություն ունեցող կառույցը Հայաստանում հայ առաքելական եկեղեցին է եւ հայ առաքելական եկեղեցու ուրեմն վստահությունը չնայած այս տոտալ հակաքարոզչությանը շարունակում է աճել այս պահի դրությամբ կալանքի տակ է եւ պարբերաբար երկարացվում է կալանքը ուրեմն Բակրատ Սրբազանի երևի մոռացել եք հիշեցնեմ Բակրատ Սրբազանը իբր ըստ այս իշխանության մեղադրանքի տերոր էր նախապատրաստվում տերորի գործիքներն էլ պոլիփայտն էին միկրոալիքային վառարանն էր կոշիկի մեղն էր ես հաջորդ անգամ հիշելու եմ այն մանուշակագույն այդ գմփունիկը ծուխը բերել Եվ այդ որոնք այդ ծուխն էր, որով ի դեպ այդ ծուխով Արարատ Միրզոյանը ու Լենա Նազարյանը հեղափոխությունից մի քանի օր առաջ մտան ԱԺ եւ բոլորիս ծածկեցին այդ ծխած ծածկույթով ուստի ինքը հասկացել է որ իր վիճակը այս ռեժիմը հասկացել է որ իր վիճակը առանցենել լավ չի ուստի բարձր հեղինակություն ունեցող եկեղեցուն այս փուլում պետքա հանգիստ թողնել բայց իմանալով եւ ճանաչելով Նիկոլին վստահեցնում եմ հունիսի 6-ին ընտրվեց հունիսի 7-ի առավոտյան ինքը վերսկսելու է այս նողկալի գրոհը վեհապարի եւ հայ առաքելական եկեղեցու դեմ ուստի եւ ինչ պետք է անել ուստի եւ մեր ընդդիմությունը ոչ թե պիտի սենց թուղթու գրիչը սենց հաշվիչը կամ կալկուլյատորը արած մտածի ոնց անենք 4%-ը պլստա գիտեք ամոթ է Եթե ձեր խնդիրը ընդհանրապես 4%-ը սահմանադրական շեմը պլստալն է, այդ դեպքում ես ձեր անունը կդնեմ միստր եւ միսիս 4%-ներ, որովհետեւ այո, շատերի կռիվը ընդհանրապես 4% պլստալն է եւ ընդհանրապես 5-6 մանդատ ունենալն է։ Հավատացնում եմ ձեզ, չի ներելու ժողովուրդը այն ընդդիմությանը, ում կռիվը 4%-ն է եւ միանում եմ Ուրեմն այն առաջարկին, որ հնչեց եւ տևական ժամանակա հնչում է Թեհրան Բակրատյանի կողմից, թե նաեւ միասին շարժումը ուրեմն առաջարկեց հենց հիմա, հենց այս փուլում ընդդիմադիր բոլոր ուժերը պիտի ստորագրեն մեմորանդում, հուշագիր, որ նախ բացառում են միմյանց դեմ հակաքարոզչությունը, երկրորդ ուրեմն
երաշխավորում են, որ ընտրությունից հետո որևէ պարագայում ՔՊ-ի հետ որևէ սոուսով անունը կդնեք ազգ ենք փրկում, երկիր ենք փրկում, ազգային համերաշխություն պետք եկեք միանանք, որտեվ ես գիտեմ արդեն որոշ քաղաքական ուժեր թե ինչ սոուսով են փախնելու այդ հուշագիրը ստորագրելուց, կստորագրեն, որ որևէ պարագայում ՔՊ-ի հետ որևէ կոալիցիա չեն կազմելու եւ նաեւ այդ հուշագրում կա կետ, որ հիմա այս ընտրական փուլում իրենց ընտրական ռեսուրսները, վերահսկողական ռեսուրսները նկատի ունեմ տեղամասերում վերահսկելու, իրենք աշխատելու են համակարգված։ Հիմա ինչի եք վախենում ընդդիմադիր ուժեր, ես բոլորին չեմ ասում, ես կոնկրետ իմ մտքում նկատի ունեմ երկու ուժի, բա ինչի չեք ստորագրում, որ որևէ պարագայում ընտրություններից հետո անկախ նրանից որը քանի տոկոս ձայն կհավաքի, չեք համագործակցելու ՔՊ-ի հետ։ Այս շատ լավ լակմուսի թուղթ ա լինելու, իդեպ նաև մի թիվ էլ ասեմ, ես չգիտեմ այս ՔՊ-ն ինչի է ուրախացել այդ ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի թվերից, նայեք այնտեղ մի հատ զարհուրելի թիվ կա, 48% ներկայացված գործիչներից, ընդդիմադիր քաղաքական լիդերներից որևէ մեկի հանդեպ հանրային վստահություն չունի։ Սա շատ ծանր եւ շատ վատ թիվ է եւ հարգարժան ընդդիմադիրներ, ոչ թե իրար էլեկտորատից ձեմ փախցրեք, իսկ հիմա դուք զբաղված եք իրարից ձեմ փախցնելու, այլ այդ ամենահիասթափված այդ 40%-ը մի հսկայական սեգմենտ որևէ մեկի հանդեպ, որևէ գործչի, որևէ քաղաքական ուժի հանդեպ հանրային վստահություն չունի։ Ահա այդ սեգմենտի հետ աշխատեք, որ մարդիկ հավատան ձեզ եւ հունիսի 7-ին տանից դուրս գան եւ գնան ընտրատեղամաս, որտեւ եթե այդ 48%-ը մնաց տանը, եւ մասնակցությունը եղավ փոքր, քիչ, ապա այդ քիչ մասնակցության մեջ Նիկոլ Փաշինյանը իր ուզած սահմանադրական մեծամասնությունը ցանկացած գնով փորձելու է ստանալ։ Ես եմ շնորհակալ։